Պարոն Մանուկյան, երեկ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենք չեն մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին եւ պատճառաբանեց քարոզարշավով։ Նախ ինչպես կմեկնաբանեք, որ քարոզարշավի պատճառով Հայաստանի ղեկավարությունից ըստ երևույթին Փաշինյանի ասացից այդպես հասկացվեց, որ որևէ մեկը ներկա չի լինելու։ Արդյոք սա ավելի չի լարի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, թեև նշեմ, որ առաջին անգամը չէ, որ Փաշինյանը չի մասնակցելու շքերթին։ Գիտեք, դպրոցներում երեխաներ կային, չէ՞, փորս է ցավում, չգիտեմ, էս է եղել, այն է եղել, ու այդպես բարբերաբար դասերից բացակայում են։ Երկիր մեդիայում աշխատելու ժամանակ մի լրագրող ունեի, որը կարծեմ 8-րդ անգամ տատի հուղարկավորությանը մասնակցելուց հետո խնդրեցի իր տատիների ցանկը տա։ Հիմա Նիկոլ Փաշինյանը կարող ասել օրինակ կորոնավիրուս է վարակվել մի օրով, երկու օրով, եւ այդպես պլստար մայիսին չգնա։ Լուրջ չի, ցավոք սրտի, եթե Փաշինյան ընտանիքի ներկայացուցիչ է ինքը լիներ, գլուխը քարի, ինչ ուզում էին, թող ընտանիքում անային, բայց ցավոք սրտի առայժմ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ դա լուրջ չի, որովհետև վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից, մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակ է նայել, որովհետև հայրենական մեծ պատերազմին եւ ընդհանրապես երկրորդ աշխարհամարտին տարբեր երկրներիով հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել երկրորդ համաշխարհային պատերազմին եւ ֆաշիզմի ջախջախման այդ գործողություններին։ Եվ այդ առումով այսպես պարբերաբար խռովկան չխռովկան վերաբերմունքով բնականաբար վնասում է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին։ Կհիշեք, օրերս ոչ պաշտոնական իշխանական ռեսուրսով քարոզարշավին գյուղերից մեկում մեկ ասաց լավ գազ տվեցիր Պուտինին, ակամա այդ պահին մտքումս ուրիշ բան եկավ, այդ գազ տալով ոգևորվելու հետևանքը նույն գազով բոլոր մեր հայրենակիցների վրա է տարածվել։ Եվ ընդհանրապես աշխարհում ընդունված է, որ խոշոր տերությունների հետ այդպես մանր անչափահաս երեխայի նման չեն վարում։ Պարոն Մանուկյան, երեկ նաև Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Վեդու աղմկահարույց դեպքին եւ նշեց, որ դա բացահայտվել է իրավապահների կողմից, նաև ասաց, որ իրավապահ համակարգից լրագրողներին ինֆորմացիա տալու հետ կապված կա քրեական վարույթ եւ ասաց, որ աշխատակիցներ կազատվեն եւ ասաց, որ նաև ազատվել են։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո երեկոյան հայտնի դարձավ, որ իսկապես կառույցից ազատվել են աշխատակիցներ, ոստիկան եւ նաեւ քննչական կոմիտեից կխնդրեմ դուք որպես այսպես ասած մամուլի մարդ ասեք ընդունված պրակտիկա է որ օրինակ իրավապահ համակարգից կարող են լրագրողներին տալ ինֆորմացիաներ եւ նաեւ ինչպես կգնահատեք Փաշինյանի այդ հայտարարությունը որ ինֆորմացիա տալու համար կա հարուցված քրեական գործ Վեդին մի քիչ շատ ավելի ծանր թեմա է եւ մի քանի շերտ է պարունակում Շերտ համար 1, որ բացահայտում է, որ մեր հասարակությունում ցավոք սրտի կան նման այլանդակություններ։ Եվ հասարակության խնդիրն է այդ քաղցկեղ, այդ խոցը մեր հասարակությունից վերացնել։ Երկրորդ շերտ։ Վեդու դեպքերը ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը միշտ չի որ adekvat է, իրավապահ համակարգը ամբողջությամբ լծված է քաղաքական հետապնդումներին Եվ կեղծ շինծու մեղադրանքներով ինքը հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցների կարող է քրեական հետապնդման ենթարկել, բայց այնտեղ, որտեղ կա իրական քրեական, այն էլ այլանդակ քրեական դեպք, ամիսներով կարող է այդ հարցով որը մատը մատին չխփել։ Անցնող 2 օրերին ազգային ժողովում գլխավոր դատախազ, քննչական ծառայության պետ, քրտինքը ճակատներին փորձում էին հիմնավորել, որ քնչական գործողություններն արվել են, աշխատել են, արդարացնում էին իրենց ամբողջ համակարգը, մինչև երեկոյան հայտնի դարձավ մարզի դատախազ, ոստիկանության ռեգիոնալ վարչության պետ, քնչական ծառայության պետ, բաժնի պետեր, բոլորին շղկալով պաշտոններից ազատել են, որը խոսում է մի բանի մասին, որ նրանք թերացել են, իրոք թերացել են, կամ Նիկոլ Փաշինյանի կամակորությունն է, ես ավելի շատ Ենթադրում եմ, որ իրականում թերացել են, իրականում հանցավոր անփութություն են դրսևորել, բայց դրա համար նրանք երբեք իրենց շեֆերի կողմից պատասխանատվությանի չէին ենթարկվի, որտեղ ծառայող
մարդիկ են եղել, երեք հայտնի դարձավ, որ քննչական ծառայության պետը Արմեն Աշոտյանի գործով, այդ քաղաքական հետապնդման գործով եղել է քրեական գործ կարողը, այլ պարզապես Նիկոլ Փաշինյանը, ինչպես պարբերաբար է լինում, անհավասարակշիռ կեցվածքով զոհեր է պահանջում։ Եվ ող անեն ականջներին բոլորը, քննիչ, ոստիկան, դատախազ, բոլորը, իրենք բոլորը, նույն ազգային ժողովի ամբիոնից ասել եմ բոլոր այդ ծառայությունների ղեկավարներին, բոլորը Նիկոլ Փաշինյանի կամակորության հետևանքով, ինչպես ասել եմ ազգային ժողովի ամբիոնից, պրոբկի պես թռնելու են։ Բայց նաև այստեղ կա Փաշինյանական ինքնապաշտպանական են հոտառություն բնազդը։ Հասկացա, որ հասարակության մեջ էլեկտրականացված մթնոլորտ է, որոշեց, որ զոհաբերումներ պետք է անի։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։